Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 23։ Վեր կաց, ով Աստված, դատիր երկիրը, որովհետև դու պիտի ժառանգես ամեն հեթանոսները։ Սաղմոս 82-րդ գլուխ 8-րդ խոսք։ Աստծո որպես հոր հանդեպ սուրբ վստահությունը և նրա որպես դատավորի հանդեպ երկյուղածությունը քայլում են ձեռք ձեռքի բռնած, և Աստծուն միշտ որպես դատավոր դիտարկելը նրան թանկ է դարձնում մեզ համար որպես հայր։ Եթե հավատացյալները չարիք են գործում, Աստված այցելում է նրանց խրատներով և ուղիչ պատիժներով։ Հետևաբար, քրիստոնյաները չպետք է կասկածեն Աստծո հավատարմությանը իր խոստումներին կամ տրվեն նրա զայրույթի ճնշող վախին, այլ պետք է երկյուղեն նրա սրբությունից։ Անվախ դավանողը, ով չունի երկյուղածություն առ Աստված, անպաշտպան է, և սատանան նրան հեշտությամբ գերի է վերցնում իր կամքի համաձայն։ Իսկ հուսահատ դավանողը քաջություն չունի օգտվելու իրեն տրված շնորհներից և հեշտությամբ հանձնվում է փորձություններին։ Մարդկության փրկագնման գինը Քրիստոսի թանկարժեք արյունն էր։ Վտանգավոր է ոչ միայն բացահայտ ամբարշտությունը, այլև անօգուտ ու դատարկ վարքը, թեև կարող է արդարանալ սովորությամբ։ Հիմարություն է վճռել ասելով. «Ես պիտի ապրեմ և մեռնեմ այս կերպ, որովհետև իմ նախահայրերը այդպես են արել»։ Աստված առանձնահատուկ բարեհաճության նպատակներ ուներ իր ժողովրդի հանդեպ դեռևս այն ժամանակներից, երբ այդ շնորհը դեռևս բացահայտ կերպով չէր դրսևորվել նրանց վրա։ Սակայն լույսի պայծառությունը, հավատքի ուժը, խորհուրդների զորությունը Քրիստոսի երկիր գալուց հետո շատ ավելի հզոր դարձան, քան նախկինում էր։ Մխիթարությունն այն է, որ հավատքի միջոցով Քրիստոսի հետ մեկ դառնալով նրա ներկայիս փառքը հավաստիացնում է, որ որտեղ նա է, այնտեղ էլ մենք կլինենք։ Հովհաննես 14-րդ խոսք։ Հոգին պետք է մաքրվի, նախքան կարողանա հրաժարվել իր սեփական ցանկություններից և հաճույքներից, և Աստծո խոսքը, որ Սուրբ Հոգու միջոցով սերմանվում է սրտի մեջ, դառնում է հոգևոր կյանքի միջոց, արթնացնելով մեզ մեր պարտականությունների մեջ և ամբողջովին փոխելով հոգու հակումներն ու զգացմունքները, մինչև որ առաջնորդի դեպի հավիտենական կյանք։